Նինոց-Մինդայի շրջանի Փոկա գյուղի մշակույթի տան պատերը շուտով նոր շունչ կստանան։ Մշակույթի և արվեստի հանդեպ սիրով լեցուն Փոկայի հասարակությունն ի վերջո կունենա նորոգված մշակույթի տուն։ Այս տարի տեղական բյուջեից տրամադրված գումարով շենքը վերանորոգվում է։ Բարեկարգ շենքի անհրաժեշտության մասին մեկնաբանում է Փոկայի գյուղապետ Վալերի Ալվանջյանը։ Հայտարարվել էր տենդեր, հաղթանակ ողեղել է, շատ լավ կազմակերպություն են, իմիջիայլոց ես եկել են, հանդիպել եմ իրանց, նորմալ ժողովուրդ էին, ֆինանսապես լավ վիճակի, տենդերը հաղթել է Թուրքիայի քաղաքացի մի անձնավորություն, որը եւ աշխատողներով եւ մատերիալով եւ ամեն ինչով ապահովված եկել է ներկայացել է, մենք հատկացել ենք տեղ, որպեսզի ինքը կարողանա համապատասխան մատերիալը եւ այդ աշխատողներին տեղավորի եւ սկսել ենք աշխատանքները 128,000 նախատեսված է վերանորոգման համար, որտեղ պետք է վերանորոգվի ներսում գտնվող զուգարանից սկսած ամբողջ տարածքը, փոքր սենյակներից է սկսած բոլորը պետք է վերանորոգվի եւ քաղաքապետարանից խոստացել են, եթե պետք եղավ գումարի ավելացում, նաեւ կա այդ հնարավորությունը, որպեսզի ավելացնենք գումարը։